Ոտքերի շրջանում տեսանելի լայնացած երակներ կամ մազանոթային աստղիկներ, ոտքերում առկա ցավ, ծանրության և հոգնածության զգացողություն, այտուց, ախտանիշներ, որոնք եկել են ձեզ հուշելու, որ ախտահարվում են ստորին վերջույթների երակները, խանգարվում է երակայինարյան շրջանառությունը։ Ինչ անդառնալի հետևանքներով է հղի ախտանիշների անտեսումը և թե ինչ մեթոդներով են ձերբազատվում տվյալ պաթոլոգիայից, բժշկի մոտ զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի սիրտանոթային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, Իզմիլյան բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։ Ընդհանրապես անոթային վիրաբուժության այն մասը, որը զբաղվում է երակային պաթոլոգիայով, հիմա գտնում է որոշակի ավելի խիստ ժամանակային ինտերվալում, որովհետև երակային հիվանդությունները սրանում են գարուն անցումով դեպի ամառ ժամանակահատվածում։ Սեզոնայնության մի այլ տարբերակ մենք կարող ենք նշել նաև զարկերակային հիվանդների համար, զարկերակային հիվանդություններով տառապող հիվանդների համար, սրան ավելի շատ բնորոշ է տարվա ցուրտ ժամանակահատվածը։ Հետևաբար այսօր ավելի մանրամասնորեն խոսենք երակային որոշակի խնդիրների հետ կապված, չնայած նման հարցերին մենք արդեն անդրադարձել ենք մեր վերջին մի քանի հանդիպումների ժամանակ, ուրախ կլինեմ պատասխանել այն հարցերին, որոնք առաջադրել են մեր ունկնդիրները։ Կոնկրետ որ պաթոլոգիաներն են երակային, որ առավել տարածում ունեն եւ ինչով է պայմանավորված։ Բազմիցս դրան անդրադարձել ենք, ես ասել եմ, որ երակային ստորին վերջույթների վարիկոս հիվանդությունը ընդհանրապես անոթային հիվանդացության համակարգում առաջի տեղն է գրավում, այն ունի մի շարք պատճառներ տարածվածության ավելի մեծ թվեր ունենալու համար, որովհետև մասնավորապես նա ավելի հաճախ հանդիպում է իգական սեռի մոտ և սրա հիմնական պատճառներից մեկը հանդիսանում են հղիությունները և ծննդաբերությունները։ Վիրահատական միջամտությունը մեծ մասամբ դեպքերում հանդիսանում է ուղղակի ցուցում, հիվանդությունը ունի զարգացման մի քանի փուլեր, որոշակի փուլերում կամ որոշակի բարդությունների ընթացքում վիրահատական միջամտությունը կրում է ավելի հրամայական բնույթ։ Դուք նշեցիք, որ հիմնականում հետծննդաբերական եւ այդ շրջանում է, ի հայտ գալիս, իսկ ժառանգական նախատրամադրվածություն ունի տվյալ։ Կան որոշակի տվյալներ, նաեւ դրա վերաբերյալ դա կապված է նրա հետ, որ եթե ունենք որոշակի ազդակներ, որոնք բերում են երակային պատի թուլության, նրա էլաստիկության կորստի կապված ժառանգական նախադրյալների հետ, այս դեպքում կարելի է քննարկել նաև այդ հարցը։ Դուք նշեցիք, որ առավելապես կանանց մոտ է, ի հայտ գալիս, սակայն նաև տղամարդիկ եւս չեն շրջանցում այս պաթոլոգիան, իսկ տղամարդկանց մոտ որն է այդ պաթոլոգիայի առաջացման հիմնական ֆակտորը։ Այստեղ կարող ենք խոսել որոշակի պրոֆեսիոնալ հատկանիշների հետ կապված, ասենք երկարատև ոտքի վրա կանգնած աշխատանքային գործընթացները ավելի շատ են նպաստում երակային խնդիրների զարգացմանը, պետք է հասկանալ մի բան, որ երակային ստորին վերջույթների երակային ախտաբանական պրոցեսները, մասնավորապես վարիկոս հիվանդությունը, հետևանք է այն բանի, որ արտահոսքը ստորին վերջույթներից դեպի սիրտ իրականանում է երկրի ձգողականության ուժին հակառակ։ Հետևաբար կանգային պրոցեսների հնարավորությունը միշտ պետք է հաշվի առնել։ Այս խմբում մենք կարող ենք նշել նաև բժիշկներին, որոնք երկարատև վիրահատությունների ժամանակ ենթարկում են հենց այդ ազդակին, որի մասին ես ձեզ ասեցի։ Բժիշկ, դուք նշեցիք, որ հիմնականում, այսինքն ձեր խոսքից ենթադրեցինք, որ վարիկոզը հիմնականում բուժվում է վիրահատական մեթոդներով, իսկ հնարավոր է նաև դեղորայքային բուժման միջոցով խնդրին վերջնական լուծում տրվի, թե ամեն դեպքում վերջնական լուծումը վիրահատությունն է։ Գիտեք, վիրահատական բուժումը նույնիսկ չի դարձնում, չի բացառում դեղորայքային բուժման հնարավորությունը, այն ցուցված է եւ նախավիրահատական շրջանում եւ հետվիրահատական շրջանում
Հետևաբար դեղորայքային բուժումը իր տեղն ունի բուժման ամբողջ գործընթացում։ Միշտ մենք գիտենք, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց համընդհանուր ապահովագրությունը, որից այլևս կարող են օգտվել նաև թոշակառուները 65 եւ ավել տարիքի, ովքեր որ նախկինում գուցե հնարավորություն ունեին պաթոլոգիաներ, ունեին խնդիրներ առողջական լուրջ, բայց հնարավորություն չունեին բժշկական ծառայություններից օգտվելու ֆինանսական խնդիրներով պայմանավորված, սակայն այսօր պետությունը ըստ էության իր վրա է վերցրել այդ բեռը եւ հարցս հետեւյալն է, կարծում եմ նաև մեր հետևորդներին հետաքրքրում, արդյոք անոթային խնդիրները առհասարակ բացի վարիկոզից մտնում են, համընդհանուր ապահովագրության փաթեթի մեջ եւ ինչպես վիրահատական, այնպես էլ դեղորայքային բուժումը։ Խնդրեի այս մասով եւս։ Այսպես կոչված համընդհանուր ապահովագրական ուրեմն գործընթացը վերաբերում է նաև մեր պաթոլոգիային եւ այնտեղ ընդգրկված են, ինչպես դուք ասացիք, ոչ միայն երակային համակարգի հիվանդությունների դեպքում, այլ նաև զարկերակային հիվանդությունների դեպքում։ Այնպես որ եթե կան նման բուժառուներ, նրանք կարող են դիմել եւ ստանալ համապատասխան բուժում։ Ավելին ասեմ, ես նոր նշեցի, որ դեղորայքային բուժումը ոչ միայն չի ընդգրկված այս process-ում, այն ընդգրկված է եւ կան որոշակի դեղորայքներ, որոնք հենց այդ ռեեստրում են։ Ընդհանուր ապահովագրական բժշկության դա վերաբերում է մասնավորապես վենոտոնիկներին, ես անուններ չեմ տա ֆիրմաների, որպեսզի չհամարվի ավելորդ գովաստ։ Մեկ վիրահատությամբ հնարավոր է կոնկրետ վարիկոզ հիվանդությունից ձերբազատվել, թե դա կարող է։ Խնդիրը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր կողմում մենք ունենք երկու համակարգ երակների մեծ եւ փոքր ենթամաշկային երակ, որոնց վրա կատարում են վիրահատությունը եւ պետք է չմոռանալ, որ կա նաեւ երկու վերջույթ ստորին։ Եթե ունենք մի ստորին վերջույթի երկու համակարգում, այսինքն մեծ եւ փոքր ենթամաշկային երակների պաթոլոգիական գործընթաց, մենք այն վիրահատում ենք մեկ վիրահատական մոտեցման պայմաններում։ Եթե մենք ունենք երկու ստորին վերջույթների հետ կապված խնդիրներ, այս դեպքում հարցը լուծումը գիտեք ինչ ձևով, ինչքանով է արտահայտված process-ը։ Եթե մի կողմում ստիպված ես մի 4 եւ ավելի ժամ աշխատելու, ճիշտ կլինի երկրորդ ոտքի վիրահատությունը հետաձգվի։ Կարծեմ նման համընդհանուր ապահովագրական ուրեմն մոտեցման պայմաններում երկրորդ ոտքի վիրահատությունը հնարավոր է կատարել 6 ամիս անց։ Հասկանալի։ Նպատակը, որպեսզի օրգանիզմի նկատմամբ տրավմատիզացիան չլինի մեծ։ Իսկ ինչ է խոսում առհասարակ ձեր պրակտիկան երկրորդ վիրահատության կարիք ունենում են հիմնականում։ Դուք նկատում եք նույն ոտքի հետ կապված։ Այս դեպքում գիտեք ինչը պետք է հաշվի առնել, թե ինչքան մանրակրկիտ ձևով է կատարվել առաջին վիրահատությունը մեկ եւ ես միշտ հիմա ուսանողներին էլ եմ ասում, հիվանդներին էլ եմ դա բացատրում, որ եթե մենք խոսում ենք ինչ-որ մի բուժման գործընթացի վերաբերյալ, նույն թվում եւ վիրահատական, նախավիրահատական շրջանը ունի իր օրենքները, ներվիրահատականը իր եւ հետվիրահատականը իր։ Եվ հիվանդին բացատրում ենք, որ հետվիրահատական շրջանում պետք է հնարավորինս բացառել մի քանի ֆակտորներ։ Առաջին հերթին դա քաշի ավելցուկն է, երկրորդը վարքի կանոնները, պետք է հնարավորինս բացառել ստատիկ իրավիճակները։ Եթե նա չի հետևում մեր խորհուրդներին, այստեղ բացի մանրակերկիտ անելուց վիրահատության, առաջի պլան են մղվում նաև հիվանդի բժշկին լսելու ունակությունը։ Իսկ որքան է տևում հետվիրահատական շրջանը, որպեսզի վերջնական արդյունքը տեսանելի լինի թե բժշկի եւ թե պացիենտի համար։ Տեսեք, եթե մենք նկատի ունենք վիրահատության հետ կապված հարցեր, վիրահատության հաջորդ օրը հիվանդը սկսում է քայլել եւ 7-րդ օրը կարելի 7 օրվա ընթացքում նա վերադառնում է իր նախավիրահատական ծանրաբեռնվածություններին։ Եվ ընդհանուր առմամբ այս վիրահատությունը բժիշկ իրականացում է ընդհանուր անզգայացմամբ, թե գիտեք, այդ հարցը եթե հիվանդը ինձ տալիս է, ես դա անպայման ասում եմ, որ նա ուղղի
ուրեմն անեստեզիոլոգի, ինչի համար, որովհետև դա առանձին մասնագիտություն է իր ուրույն օրենքներով, հետևաբար հարցը վերաբերում է հիվանդի և անեստեզիոլոգի խոսակցության ընթացքում ընտրված մեթոդի։ Կարող եմ ասել, որ մեզ մոտ ավելի քան 95% դեպքերում դա վիրահատությունը իրականացում է սպինալ կամ պերիդուրալ ազգայացման պայմաններում։ Շնորհակալ եմ բժիշկ, եւ ունենք նաեւ մեկ հարց մեր հետևորդների կողմից անոթային աստղիկների մասին են հետաքրքրվում, արդյոք անոթային աստղիկները, որ առաջին հայացքից կարծես թե մակերեսային ինչ-որ աննշան խնդիրներ են, կարող են հետագայում առաջացնել լրջագույն անոթային խնդիրներ մարմնի տարբեր մասերում։ Խնդիրը կայանում է նրանում, որ եթե մենք դիտարկում ենք աստղիկները որպես վարիկոզ հիվանդության ինչ-որ փուլ, դա առաջին փուլն է ընդհանրապես, իսկ եթե հաշվի առնենք, որ 0 փուլում մենք ուղղակի ոչինչ չունենք, սա չի կարելի դիտարկել նույնիսկ կարծում եմ որպես հիվանդություն։ Եվ նրա հետ կապված բոլոր հարցերը ավելի շատ ունեն կոսմետիկ նշանակություն։ Նրանով զբաղվում են արդեն մի շարք մասնագետներ, գլաքս այսպես կոչված մոտեցում գոյություն ունի հիմա, մեթոդ բուժման, որտեղ ուրեմն լազերային բուժումը, տրանս մաշկային ուրեմն լազերի օգտագործումը եւ սկլերոթերապիան համակցված են տեղային սառեցման պայմաններում եւ նա տալիս է բավականին լավ արդյունքներ։ Այսինքն նկատում ենք, որ ինչ որ անցում է կատարում այս հիվանդության բուժման պարագայում դեպի էսթետիկ վիրաբուժության, այսպես ասած, դաշտը։ Իսկ երբ պետք է անհանգստանալ, օրինակ կան ախտանշաններ, որոնք որ այլևս էսթետիկ բնույթից դուրս են։ Երկրորդ փուլում արդեն, ես ասացի, մենք ունենք 0 փուլ, մեկ առաջի փուլ, երկրորդ փուլում, երբ որ իհայտ են գալիս վարիկոզ երակներ։ Այս դեպքում արդեն պետք է մտածել վիրահատական բուժման մասին, որովհետև երբ կան վարիկոզ երակներ, այնտեղ տեղի ունենում որոշակի հոսքի խանգարում, երակային արտահոսքի, եւ որոշակի լավ նախապայմաններ, ճակերտավոր իհարկե լավ նախապայմաններ տրոմբոգոյացման համար։ Ավելին ասեմ, եթե այդ երակները երկար ժամանակ մնում են, նրանք կարող են բերել անմիջական կանգային պրոցեսների բուն մաշկի մեջ, որը հետագայում հղի եւ վտանգներով մաշկի գույնի փոփոխմամբ եւ տրոֆիկ փոփոխությունների առաջացմամբ, մասնավորապես տրոֆիկ խոցի։ Շնորհակալ եմ բժիշկ պատասխանների համար։ Շնորհակալություն։